Հովսեփ ազգային ժողովի ընդունարանի բակում նստացույց եք իրականացնում ի աջակցություն Հայաստանի կին քաղբանտարկյալ Լիդիա Մանուկյանի։ Ինչ ակնկալիքներ ունեք այս նստացույցից։ Նախ ասեմ, որ այս նստացույցի սկզբանե դատախազության առաջ է եղել, հիմա այսօր այստեղ ենք, որովհետև այսօր այդ քաղբանտարկյալների թեմայով կոնկրետ ազգային ժողովում քննարկումներ ունենա։ Մեր ակնկալիքը այն է, որ ազատ արձակվի Լիդիա Մանուկյանը կամ գոնե նրա խափանման միջոցը փոխվի, որովհետև հստակ է, որ կին կնոջ հանդեպ կոնկրետ պատիժ է կիրառվում, նույնիսկ այդ տեսակցությունների արգելքը, որ այդ գործով բոլոր մարդիկ իրավունք ունեն, նույնիսկ գլխավոր ճակերտավոր մեղադրյալը Բագրատ Սրբազանը տեսակցությունների արգելք չկա, Լիդիայի դեպքում այդ արգելքը գործում է, սա հստակ երևում է, որ կալանքը որպես պատժի միջոց է կիրառվում։ Այս անարդարության հետ մենք չենք կարող հաշտվել ու այդ պատճառով այս ակցիան կազմակերպել ենք, որպեսզի հանրային ճնշում ձևավորվի եւ Լիդիան ազատ արձակվի։ Իսկ Լիդիային անձամբ ճանաչել եք։ Ոչ, Լիդիային անձամբ չեմ ճանաչում, նրանց շարժման մասնակիցներին նույնպես անձամբ չեմ ճանաչում։ Ինքներդ չեք մասնակցել սրբազան։ Ոչ, մենք այդ ժամանակ այնտեղ process նախաձեռնել էինք, սակայն դա ուրիշ էր, ավելի վաղ էր։ Ինչ process-ի մասին է։ Դա մարտական եղբայրության հետ համատեղ, բայց մենք ինչ-որ հարցում չենք համագործակցել, կապ չենք ունեցել։ Իսկ առհասարակ տեսնում ենք, որ քաղբանտարկյալները հիմնականում քաղբանտարկյալ կոչումը, այսպես ասած, ճակերտավոր ստանում են քաղաքական ճնշումներից ելնելով։ Ըստ ձեզ, երբ դուք նստացույց եք այստեղանում, ձեր ուղղությամբ սլաքներ չեն ուղղվում, այսինքն հնարավոր է, որ թիրախում նաև դուք հայտնվեք։ Շատ հնարավոր է, ցանկացած մարդ, ով իշխանությանը դեմ է խոսում, հստակ երևում է, որ այս իշխանությունը նույնիսկ այն օրենքի ձևական կողմը չի պահպանում եւ ցանկացած ընդդիմադիրի պատրաստ են ձերբակալել, պատրաստ են կալանավորել առանց ինչ-որ որևէ հիմքի, վերջում մի հատ ազատ արձակելուց չեն ասում ներողություն, բայց դրանով հանդերձ դրել էլ չի կարելի, ինչքան կարելի է լռել։ Հիմա խոսած չխոսած վաղներ մեր հետևից են գալու շտաբերություն։ Պատրաստ եք դրան։ Իհարկե պատրաստ ենք, մենք ավելի վատ բաներ ենք տեսել ու այն ինչ որ անցել ենք նրա միջով, սա նրա համեմատելիչն է։